Երեկո շանթիեթեր շարունակում է հորիզոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել Անվտանգության խորհրդի երթական նիստը, որին բացի խորհրդի անդամներից մասնակցել է նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի անվտանգային եւ արտաքին քաղաքականության օրակարգին առնչվող հարցեր։ 2024 թվականին Հայաստանում արձանագրվել է հանցագործության դեպքերի 1,1%-ով նվազում եւ բացահայտման ցուցանիշի 3,4% աճ։ Այս տվյալները պատգամավորներին ներկայացրել է այսօր գլխավոր դատախազը։ 2024 թվականին նվազել են միջին ծանրության եւ ծանր հանցագործությունների դեպքերը։ Մասնավորապես միջին ծանրության հանցագործությունների դեպքերը նվազել են 595-ով կամ 4,6%-ով։ Հիշեցնեմ, 2023 թվականին արձանագրվել էր 12848 դեպք, 2024 թվականին 12253 դեպք։ Ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են 598-ով կամ 9,8%-ով։ Հիշեցնեմ, 23 թվականին 6116 դեպքեր, 2024 թվականին 5518։ Իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն աճել են 422-ով կամ 25,1%-ով։ 2023 թվականին 1678 դեպք, 2024 թվականին 2100-ը։ 2024 թվականին 7,6%-ով աճել են դիտավորության պարողջությանը վնաս պատճառելու, 89,5%-ով մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները, 11,9%-ով սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, 111,4%-ով թմրամիջոցների մաքսանենգությունները, 9,9%-ով խարդախությունները, 25,1%-ով համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունները։ 2024 թվականի ընթացքում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 7353 դեպք, 2023 թվականին 7138, աճը կազմում է 3%։ Մարդու դեմ ուղղված հանցագործությունների 7353 դեպքից 3007-ը կամ 40,9%-ը արձանագրվել է Երևան քաղաքում, 4346-ը կամ 59,1%-ը մարզերում։ 2024 թվականին արձանագրվել է սպանության դեպքերի աճ 8-ով կամ 14,5%-ով, հիշեցնեմ 23 թվականին 55 դեպքեր, 24 թվականին 63 դեպք։ Երևան քաղաքում սակայն սպանության դեպքերը նվազել են 7-ով կամ 32%-ով։ Սպանության փորձի դեպքերը 23 թվականի համեմատ նվազել են 4-ով կամ 66,2%-ով, 23 թվականին 65 դեպք ունեինք, 24 թվականին 61-ը։ Սպանության նախապատրաստության դեպքերը նվազել են 2-ով, 23 թվականին 4 դեպքեր, 24 թվականին 2-ը։ 24 թվականի ընթացքում 23-ի համեմատությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 149 դեպքով կամ 1,3%-ով նվազում։ 23 թվականին 11420 դեպք, 24 թվականին 11271-ը։ Իսկ Երևան քաղաքում դեպքերը նվազել են 298-ով կամ 4,3%-ով։ 2023 թվականին Երևանում արձանագրվել էր 6982 դեպք, 24 թվականին 6684-ը։ 24 թվականին նվազում է արձանագրվել ավազակության 7-ով կամ 9,2%-ով, կողոպուտի 22-ով կամ 14,9%-ով, գողության 478-ով կամ 7%-ով, բնակարանային գողությունների 9-ով կամ 1%-ով, վստահված գույքի հափշտակության 58 կամ 14,1% դեպքերով։ 2024 թվականին թմրամիջոցների հոգեմետ, հոգեներգործուն նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների արձանագրված դեպքերի թիվը 3639 է։ 23 թվականին դեպքերը ավելի շատ էին 5070-ը։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվը նվազել է 1431-ով կամ 28,2%-ով։ Ընդ որում, իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը կազմել են 1910-ը, որը 2023 թվականին արձանագրված 2802 դեպքի համեմատ հանդիսանում է 892-ով կամ 31,8%-ով նվազում։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն X-ի էջում հիշատակել է հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Չնայած անասելի կորստին հայ ժողովուրդը դիմացավ եւ հաղթեց։ Այսօր մենք հիշում ենք մեծ եղեռնը ոչ միայն սգալով, այլև վճռականությամբ մենք հարգում ենք անցյալը եւ ակնկալում ենք աշխատել հանուն Հայաստանի եւ տարածաշրջանի կայուն խաղաղության, բարգավաճման, անվտանգության, գրել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը։
Ապրիլի 20-ին հայ սուպերստար նախագծի 6-րդ եթերաշրջանի առաջին թողարկումներ, լսումների առաջին փուլը, որը հեռուստադիտողների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Մանրամասները մեր տեսանյութում։ 12 տարվա դադարից հետո ապրիլի 20-ին Շանթի եթեր վերադարձավ լեգենդար հայ սուպերստար նախագիծը։ Այն, որ հեղինակավոր այս մրցույթի հանդեպ սպասումն ու ակնկալիքները մեծ էին, զգացվում էր հայտագրման առաջին իսկ օրից։ Իսկ նախագծի առաջին իսկ անոնսից ակնհայտ էր։ Այդ սպասումը ոչ միայն մասնակիցների շրջանում էր, այլև հեռուստադիտողների։ Սա նշանակում է, որ հեռուստաէկրաններին նոր ձայներ ու նոր դեմքեր տեսնելու եւ նոր անուններ բացահայտելու գործին մասնակից դառնալու ցանկությունը հեռուստադիտողներն իրենք էլ ունեն, ինչպես Շանթի երաժշտական մյուս նախագծերում, ինչպես Սուպերստարի նախորդ 5 եթերաշրջաններում էր։ Սոցիալական բոլոր հարթակներում ու YouTube-ում արձագանքների գերիշխող մեծամասնությունը դրական էին, կարծիքներ հաղորդմանը գնահատանքի արժանացնող։ Վայ, ինչ լավ է, որ նորից եթեր է գնում Սուպերստարը, հայերս մի քիչ կսթափվեն մռայլ ու քաոս կյանքից։ Հիանալի երաժշտական հաղորդում, հիանալի ժյուրիի կազմ, բարի ընթացք։ Սուպեր, ամենալավ երաժշտական նախագծերից մեկը եւ ինչպես միշտ Շանթի եթերում։ Շատ ուրախ եմ, որ իմ սիրելի նախագիծը վերադառնում է։ Շատ ուրախ եմ ամենասիրված հեռուստանախագծի վերսկսման համար, ժյուրին հրաշալի կազմով է ներկայանում, կեցեք։ Շատ լավ նախագիծ է, շնորհակալ եմ կազմակերպիչներին հիանալի նախագիծը հանդիսատեսին վերադարձնելու համար։ Սիրով կհետևենք ընթացքին։ Այսպիսի գնահատականների միայն սոցիալական էջերում չէ, որ հանդիպեցինք։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում իրականացրած մեր նկարահանող խմբերի հարցախույզի պատկերն էլ նույնն էր։ Կիրակի օրը եթեր հեռարձակված լսումների առաջին փուլից արդեն ունեն սիրելի մասնակիցներ ու նաև ֆավորիտներ, թեև ամեն ինչ դեռ առջևում է ու դեռ ընդամենը լսումների առաջին օրն էր եթերում։ Շատ հետաքրքիր էր, որ ակապելա երեխաները երգում էին մի հայկական եւ մի որևէ այլ լեզվով եւ բավական տպավորվեցի, մի 2-3 երեխաների լսեցի, հաճելի էր։ Ավելի ճիշտ են որոշում երեխաների ձայնային տվյալները առանց երաժշտության։ Ես դա ավելի դրանով ճիշտ է, հաճելի է երաժշտությունով լսելը, բայց երբ որ ուզում ես ճիշտը իմանաս, դա ավելի ճիշտ է, էլի այդ ձայնային ելևէջները։ Լավ կարծիք եմ, լավ շնորհալի երեխաներ կան, հուսով եմ, որ ընթացքն էլ լավ կընթանա։ Առհասարակ շատ լավ է, որ պրոպագանդվում է երաժշտական արվեստը ու նման միջոցառումներ, նախագծեր շատ հաճախ պետք է լինեն։ Շատ լավ է, որ դա վերականգնեցին, որովհետև դա ինքնաբուխ երեխաները գալիս են, պատանիները գալիս են, օրինակ այն աղջիկը 16 տարեկան էր Ջավախքից, այն մյուսը Ռուսաստանից էր եկել։ Շատ ինձ համար հետաքրքիր էր լսել։ Շատ լավ է ու ոգևորիչ է, որ երեխաներին ինչքան շատ լինի նման հնարավորություններ, ավելի լավ կլինի Հայաստանում։ Տաղանդներ ենք ի հայտ բերում։ Հենց որ իհարկե լավ երեխեք շատ կան, պետքա գտնել նրանց։ Ուղղակի հետո տալ իրանց հնարավորություն էլ ավելի դրսևորվելու։ Ես քան չեն երգում, հիմնականում դուրս գալիս է, քանի որ մասնագիտությամբ էլ զբաղվել եմ երգով, բավականին տաղանդավոր մարդիկ են։ Լարված րոպեներ, գագաթնակետին հասնող հույզեր ու ապրումներ եւ ի վերջո թեժ մրցակցություն ու թեժ պայքար, որի մասնակից է Շանթի եթերում նաեւ դուք կարող եք դառնալ ամեն կիրակի ժամը 21-ին։ Դիտեք ու հիշեք նրանց, որովհետեւ ժյուրի ընտրությունից հետո նրանցից յուրաքանչյուրի երաժշտական ճակատագիրը Սուպերստարում հենց ձեր ձեռքում է լինելու։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Ավարտվեց Հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադար կլինի, որից հետո անցնող շաբաթվա կարևոր միջազգային իրադարձությունները կամփոփի իմ գործընկեր Ալլա Ղալաջյանը։